Նայեք ինչ է կատարում Ժողովուրդ ջան։ Մայրաթորին դատի տված երկու նախկին քահանաներ, որ կարգալույծ էին հռչակվել վեհափառի տնօրինությամբ, կարող են վերադառնալ քահանայական գործին ու Շո Ժողովուրդ ջան, դատարանը որոշեց, որ այս մարդիկ վերջ դարձան նորից հոգևորական։ Պատկերացնում եք, հիմա դատարանը իրեն իրավունք է վերապահում, որոշի թե ով է հոգևորական, իսկ ով չէ։ Իսկն դատարանն է որոշում, ով կարող է մկրտություն կատարի, ով կարող է պատարակ մատուցի եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը հիմա դատարանն է որոշում։ այն եկեղեցիները, որտեղ հովություն էին անում։ Արմավիրի մարզի երկու դատավորներ նույն որոշումն են կայացրել։ Հայցի ապահովման Դե գիտեք, Հայաստանում արդարադատությունը ինչ բարձր մակարդակի վրա է, որ վերևից ով ինչ ասի, միանգամից կատարում են։ Պետք էր որպեսզի եպիսկոպոսները, կաթողիկոսը չգնար Ավստրիա, անմիջապես շինծ ու մի հատ գործ են հարուցում, քրեական գործ, խափանման միջոցն էլ հենց դա է լինում, որ իրենք երկրից չբացակայեն, այդքան բան։ Դե գիտեք, ինչ ազնիվ դատավորներ մենք ունենք, Ժողովուրդ ջան։ տեղ հովություն էին անում։ Արմավիրի մարզի երկու դատավորներ նույն որոշումն են կայացրել։ Հայցի ապահովման միջոց են կիրառել մինչև վերջնական դատական ակտ լինի։ Եկեղեցուն պարտավորեցնում են ամբողջությամբ ու առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Ասատրյանի նախկին տեր Արամ քահանայի Դե նույն բանը ինչ որ Արման Սարոյանի հետ եղավ, ինքն էլ էր դատարան դիմել, որպեսզի տեսեք էս ինչ է կատարում, ինձ էլ հոգևորական ես չեմ, խնդրում եմ մի հատ այնպես արեք, որ ես նորից հոգևորական լինեմ։ Այսինքն հոգևորականները, նախկին հոգևորականները իրենք էլ իրենց այդ ծառայությանը որպես աշխատանքի էին նայում, այլ ոչ թե որպես Աստծո կողմից շնորհի։ Այսինքն իրենք այդ ամեն ինչը որպես աշխատանքային հարաբերությունների խախտում են համարում, դրա համար էլ գնում են դատարան։ Պողոս Առաքյալը այս դրա մասն էր, չի ասում, որ հեթանոսների մոտ մի դատվեք։ Իրենք երևի խոսքերը ուրիշ ձև են հասկանում 100%։ Պաշտոնավարումը որպես Հովանավանքի հոգևոր հովիվ, իսկ Արամայիս Թախմազյանին տեր Թադե քահանային Թալինի հոգևոր հովվի պաշտոնում։ Ուրեմն այս դատական ակտերը, որոնք պարտադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն նշված անձանց ապահովել անարգել ծառայության հնարավորություն Հովանավանքում եւ Թալինի եկեղեցում, հանդիսանում են պետության, աշխարհիկության եւ կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքի հիմնարար խախտումը։ Այս իրավիճակը առավել սրվում է քաղաքական համատեքստով։ Տվյալ դատական գործընթացները ընթանում են Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միջև բաց հակամարտության ֆոնին, ինչը հիմք է տալիս դատարանի գործողությունները դիտարկել որպես ոչ արդարադատության իրականացում, այլ որպես ազգային եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման գործիք։ Ուրեմն այս տեսանյութում ես մերկացնելու եմ դատավորների հակաօրինական այդ որոշումները ու ցույց եմ տալիս, թե օրենքի տեսանկյունից որքան են նրանք սխալ։ Ուշադիր նայեք, Ժողովուրդ ջան, մի քիչ կարող է երկար լինի, բայց խնդրում եմ մինչև վերջ նայեք, թե ինչ փաստարկներ եմ ես բերելու։ Ուրեմն ինչպես գիտենք, 2025 թվականի վերջում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրապարակեց հայրապետական կոնդակ, որ Տեր Արամ Ասատրյանը այլևս լինելու է Ստեփան Ասատրյան, ինքը հոգևորական չէ, ինքը կարգալույծ է։ Նույն բանը Թադե Թամազյանին եւ հետագայում ուրեմն Տեր Թադեին եւ հետագայում ուրեմն Գևորգ Սրբազանին, որը կարելի արդեն դիմել որպես Արամայիս եւ Արման։ Իրենք կարգալույծ են, եկել հոգևորական չեն։ Ուրեմն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքի համաձայն կարգալույծ լինելը, կարգալույծություն այսպես ասելը, մի ակտ է, որը անշրջելի է, չես կարող հետ բերի դա, իսկ մարդկային ուժերը ի զորու չեն վերադարձնեն դա։ Միայն Քրիստոսի մարմինը եկեղեցին դա կարող է իրականացնի։ Մարդ զրկվում է քահանայական շնորհից եւ սրբազան խորհուրդներ կատարելու իրավունքից։ Ուրեմն իսկ այս մարդիկ փոխանակ դիմեն կաթողիկոսին, դիմեն եկեղեցուն, խնդրեն ներողություն, ապաշխարություն եւ այլն, ապաշխարության միջոցով վերադառնան եկեղեցի, նրանք դիմում են դատարանին, հասկանում եք, դատավորներին են դիմում, որպես այդ դատավորները ախր իրենք աստվածաբաններ չեն,
Իրենք ինչ իմանան ձեր հարաբերությունները։ Իրենք դիմում են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, պահանջելով անվավեր ճանաչել կաթողիկոսի կոնդակտները եւ վերականգնել իրենց պաշտոնում։ Սա իրենք էլ իրենց ծառայությունը դիտում են որպես աշխատանքային հարաբերություններ։ Ես գնում էի գործից ազատեցին գնամ դատարան։ Այստեղ այդպես չի, սա լրիվ ուրիշ բան է։ Որպեսզի դու ծառայես որպես հոգևորական, դու պետք է հոգևորական լինես։ Դու չես կարող խորանուն վրա պատարակ մատուցել, Սուրբ Ավազանի մոտ երեխա կնքես եւ այլն, այդ դու հոգևորական չես։ Դատարանը քեզ չի կարող դարձնի հոգևորական։ Դատարանը փաստացի կիրառեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի այն նորմերը, որոնք վերաբերում են աշխատանքից ապօրինի ազատման դեպքում աշխատանքի վերականգնմանը։ Դուք պատկերացնում եք, ու այդպես սրբազան ծառայության ոլորտի նկատմամբ ուրեմն աշխատանքային վերականգնում են իրականացնում։ Սակայն դատարանը անտեսում է հիմնարար փաստը, որ քահանայի պաշտոնը անբաժանելիորեն կապված է սրբազան կարգի հետ։ Դու որ եկեղեցում պարտադրում ես թույլ տալ այդ մարկանցը ծառայել եկեղեցում որպես հոգևորական, դատաստանը փաստացի պարտադրում է եկեղեցուն ճանաչել նրանց որպես քահանաներ, հակառակ բարձրագույն եկեղեցական իշխանության կամքին։ Հիմա ես ցույց կտամ, թե ինչպես դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, խախտելով իշխանությունների եւ իշխանությունների տարանջատման եւ պետության աշխարհիկության հիմնարար սկզբունքները։ Ուրեմն մեր պետության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները անջատված են պետությունից։ Ու այս սկզբունքը սովորաբար մեկնաբանվում է որպես կրոնի պետական կառավարման մեջ միջամտելու արգելք։ Սակայն այն ունի նաև հակադարձ ոչ պակաս կարևոր իմաստ։ Պետության միջամտության արգելք կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։ Ու դատարանի որոշումը քահանային ծառայության վերականգնելու վերաբերյալ հանդիսանում է եկեղեցական կյանքի նկատմամբ պետական ուղղակի կառավարման ակտ։ Ու դատարանը լինելով պետական իշխանության մարմին, կրոնական կազմակերպությանը թելադրում է, թե ով պետք է պատարակ մատուցի նրա տաճարներում։ Սա համարժեք կլիներ նրան, թե կաթողիկոսը հրաման արձակեր Արմավիրի դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։ Եկեղեցին նման բաներ չի անում, չէ՞։ Դե դուք էլ չպետք է ասեք, թե եկեղեցին ինչ անի։ Այդ անջատումը նշանակում է ինքնավարություն։ Պետությունը կարգավորում է քաղաքացիաիրավական հարաբերությունները, գույքը, հարկերը, սակայն ոչ կանոնական հարաբերությունները, կարգը, շնորհը, պատարագը, մկրտությունը։ Հարցը արժանի է արդյոք անձը կանգնելու սուրբ սեղանի առաջ, այդ հավատքի եւ ներքին կանոնական իրավունքի հարց է, որի մեջ պետությունը համաձայն 17-րդ հոդվածի իրավունք չունի միջամտելու։ Սահմանադրության 18-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հոգևոր կյանքում նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցու։ Պետությունը ճանաչելով ուրեմն բացառիկ առաքելությունը պարտավորվում է հարգել այն կառույցներն ու այդ նվիրապետությունը, որոնք ապահովում են այդ առաքելության իրականացումը։ Եկեղեցում պարտադրել ընդունել այնպիսի հոգևորականների, որոնք եկեղեցական նվիրապետության գնահատմամբ խաթարում են մեր ուսմունքը կամ ուրեմն խախտում են կարգապահություն, նշանակում է խարխլել հենց այդ բացառիկ առաքելության էությունը։ Դատարանն իր գործողություններով քայքայում է Հովանավանքի եւ Թալինի համայնքների հոգևոր կյանքը, նրանց պարտադրելով հովիվներ, որոնց մերժել է Մայր Աթոռը։ Սա ուղղակի սպառնալիք է սահմանադրությամբ երաշխավորած ազգային ինքնության պահպանմանը, քանի որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն նվիրապետական կառուցվածքը այդ ինքնության անբաժանելի մասն է։ Օրենքը հստակ սահմանում է, որ պետությունը չի միջամտում կրոնական կազմակերպությունների կանոնական եւ ծիսական գործունեությանը։ Ու Հայաստանի դատարանները ընդունելով այդ Ասատրյանի Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թամազյանի հայցերը եւ դրանից առաջ ուրեմն
Արման Սարոյանի հայցերը, խախտել են մեր ներեկեղեցական վեճերի քաղաքացիական դատարաններին ոչ ենթակա լինելու սկզբունքը ու գործող այդ պրակտիկայի եւ օրենքի մեկնաբանության համաձայն կարգազրկման վերաբերյալ վեճերը ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ դատարանը չունի այդ նորմերը, եկեղեցական կանոնները պետական իրավունքի աղբյուր չեն կաթողիկոսի որոշման իրավաչափությունը գնահատելու համար։ Ու դատավորը Սիմա Աբովյանը պարտավոր էր մերժել հայցի ընդունումը կամ կարճել վարույթը, քանի որ վեճի լուծումը պահանջում է կանոնական իրավունքի, կանոնագիրք հայոցի մեկնաբանություն, ինչի մեջ աշխարհիկ դատարանը իրավասու չէ։ Դատարանը սխալ կերպով է որակել քահանայի եւ եկեղեցու միջև հարաբերությունները որպես բացառապես աշխատանքային։ Սակայն քահանայական ծառայությունը պարզապես վարձատրությամբ աշխատանք չէ, այն կոչում է հիմնված ուխտի եւ ձեռնադրության խորհրդի վրա։ Ու ապահովիչ միջոց կիրառելիս դատարանը առաջնորդվել է աշխատողի եկամտի կորստից պաշտպանելու տրամաբանությամբ։ Սակայն պաշտոնի վերականգնումով դատարանը անխուսափելիորեն վերականգնել է նաև սրբազան գործառույթները, պատարագի մատուցում, մկրտություն, թաղում եւ այլն։ Ու անհնար է լինել հոգևոր հովիվ, այսինքն պաշտոն առանց կանոնական կարգավիճակի։ Դու չես կարող լինել դատարանի որոշումով հոգևոր հովիվ, չես կարող դատարանի որոշումով գնաց պատարագ մատուցես։ Պետությունը չի կարող, ուրեմն վերականգնել այն կարգը, որը ինքը չի տվել։ Պետությունն է քեզ տվել, Ստեփան Ասատրյան, Արման Սարոյան, քեզ պետությունն է տվել։ Պետությունն է քեզ տվել այդ քո եպիսկոպոս կամ քահանա լինելը։ Պետությունը, որ իրենից է պահանջում վերականգնել քեզ։ Ուրեմն դատարանը ստեղծել է մի իրավական ֆիկցիա, որը իրականում կատարման ենթակա չէ։ Ուրեմն Արմավիրի դատարանի որոշումները հակասում են Հայաստանի որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին։ Ուրեմն մարդու իրավունքների եվրոպական դատարանի միետ նախադեպային իրավունքը միանշանակորեն ուրեմն պաշտպանում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հոգևորականների նշանակման եւ ազատման հարցերում։ Այս ուրեմն պրակտիկայի անտեսումը Հայաստանը դնում է կանխատեսելի պարտության վիճակում Ստրասբուրգում։ Ուրեմն հետաքրքիր մի բան ա եղել Բուլղարիայում, այդպիսի ինքնավարության սկզբունքը Հասան եւ Չաուշ ընդդեմ Բուլղարիայի այդպիսի գործ ա եղել, ու միեդը մարդու իրավունքների Եվրոդատարանը մեծ պալատի հիմնարար որոշումը Հասան Չաուշ ընդդեմ Բուլղարիայի սահմանում է պետության չմիջամտության ոսկե ստանդարտը։ Այդ գործում Բուլղարիայի իշխանությունները փորձել էին փոխարինել մահմեդական համայնքի ղեկավարությանը գրանցելով իրենց հավատարիմ այդ մոլային ծանոթ իրավիճակա չէ ժողովուրդ ջան, ծանոթը չէ, ինչ նույն բանը Հայաստանում հիմա կատարվում։ Ու միեդի դիրքորոշումը հետևյալն էր, դատարանը հայտարարեց, որ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անբաժանելի մասն է։ Պետական միջոցները, որոնք ուղղված են համայնքին իրեն ոչ ընդունելի առաջնորդի ենթարկեցնելու պարտադրմանը, խախտում են կոնվենցիայի 9-րդ հոդվածը, կրոնի ազատությունը։ Ուրեմն այս ամեն ինչը մենք կարող ենք կիրառել Ասատրյանի, Թավմազյանի, Սարոյանի գործին, Արմավիրի դատարանը կատարում է հենց այն ինչ միեդը, ուրեմն արգելել է Բուլղարիային։ Այն պարտադրում է կրոնական համայնքին, հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայային կոնկրետ առաջնորդներ, քահանաներ, որոնց համայնքը մերժել է, որոնց եկեղեցին մերժել է, կարգալույծ է արել։ Պետությունը փորձում է կարգավորել ներքին հակամարտությունը, կանգնելով կողմերից մեկի դիրքերում, ինչը կոպիտ խախտում է չեզոքության եւ ինքնավարության սկզբունքները։ Ուրեմն շատ հաճախ լսում ենք, չէ, որ այս հայցվորները հղում են կատարում իրենց քաղաքական իրավունքներին, խոսքի ազատություն, աշխատանքի իրավունք եւ այլն, պնդելով, որ այդ կարգից զրկվել են կաթողիկոսին քննադատելու համար, սակայն միեդը մարդու իրավունքների Եվրոդատարանը
մեծ պալատը հենց այդ գործի մեջ Ֆերնանդես Մարտինես ընդդեմ Իսպանիայի գործում քանդել այդ փաստարկը։ Ուրեմն գործի էությունը կաթոլիկ քահանան ազատվել էր կրոնի դասախոսի պաշտոնից կուսակրոնությամբ դեմ հրապարակային քննադատության եւ բողոքի շարժմանը մասնակցելու համար։ Միեդի դիրքորոշումը հետեւյալն էր, որ դատարանը կանգնեց եկեղեցու կողմը եւ Իսպանիայի պետության, որը պաշտպանել էր եկեղեցին։ Ուրեմն Միեդն արձանագրեց, որ հոգեվորականը կապված են լոյալության բարձրացված պարտքով։ Այդ լոյալության խզումը, հրապարակային քննադատություն, սկանդալ եկեղեցուն տալիս է իրավունք ազատելու տվյալ անձին իր հեղինակությունն ու դավանանքը պաշտպանելու համար։ Ուրեմն այս ամեն ինչը կարող են նաև կիրառել ստեղ։ Ասատրյանը, Թամազյանը, Սարոյանը հրապարակավ հարձակվել են կաթողիկոսի վրա, մեր եկեղեցու վրա, կոչ են արել նրա հեռացմանը եւ մասնակցել են Փաշինյանի քաղաքական ակցիաներին։ Ֆերնանդես Մարտինես նախադեպի համաձայն, ուրեմն եթե այդ գործը կիրառենք ստեղ, այդ որոշումները, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին լիովին իրավունք ունի զրկելու նրանց այդ կարգից լոյալության պարտքի խախտման համար։ Դատարանի փորձը վերականգնել նրանց, իբր նրանց իրավունքների պաշտպանության պատրվակով անտեսում է հենց եկեղեցու իրավունքը, պաշտպանելու իր ինքնությունը եւ ներքին միասնություն, ուրեմն Նեգին ընդեմ Հունգարիայի։ Ուրեմն այդ երկու գործ է, սրա հետ եւս մեկ գործ կար եւ միետ հաստատել է, որ աշխարհիկ դատարանները կարող են հրաժարվել քահանաների պաշտոնում վերականգնման հայցերի քննությունից, եթե այդ քննությունը պահանջում է միջամտություն եկեղեցու ներքին կանոններին։ Ու եզրակացություն կարելի է գալ, այդպես գործերը վերաբերել այդ եզրակացությանն ենք եկել։ Մենք կարող ենք սա կիրառել Հայաստանի մեր այս դատարանների, որ դատարանը պարտավոր էր հետևել եվրոպական պրակտիկային եւ Ասատրյանին, Թամազյանին եւ Սարոյանի այդ հայցերը ճանաչել քաղաքացիական դատարանի ոչ ենթակա։ Փոխարենը դատարանը գնաց սրացման ճանապարհով։ Դե պարզ է էլի ում հրամանով է դա անում։ Ու ստեղծում է հակամարտություն ոչ միայն եկեղեցու, այլև եվրոպական իրավական դաշտի հետ։ Ուրեմն ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների իրավական դոկտրինայում գոյություն ունի Ministerial Exception հասկացությունը, որը հաստատվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։ Այն սահմանում է, որ պետությունն ընդհանրապես իրավունք չունի քննել ծառայողների, հոգեվորականների աշխատանքային վեճերը, քանի որ նույնիսկ նման վեճի քննությունն արդեն խախտում է եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը։ Ու Արմավիրի դատարանը, դե Արմավիրի դատարանն ուր է, Ամերիկանով, Արմավիրի դատարանով, ինչ են, Եվրոպա, Ամերիկա, չգիտենք մենք ստեղ, մեր Արմավիրի դատարանը ամենամեծ աշխարհի ամենամեծ դատարանն է, գերագույն դատարանն է, տիեզերքի մասշտաբով։ Անտեսելով այս համաշխարհային ժողովրդավարական չափանիշը, փաստորեն Հայաստանը վերադարձնում է խորհրդային ժամանակների կրոնական գործերի խորհրդի պրակտիկային, որը ձեռքով կարգավորում էր եկեղեցու կադրային քաղաքականությունը։ Ուրեմն անհնար է վերլուծել այս դատական որոշումները դրանք կտրելով քաղաքական իրականությունից։ Սա ակնհայտ է արդեն։ Դատարանի գործողությունները դիտվում են որպես կառավարության կողմից հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ համակարգված արշավի մաս։ Նույն սխեման ստեղ կիրառվել է նաև ուրեմն նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանի նկատմամբ, որը աջակցել էր Փաշինյանի պահանջին կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Նրա ազատումից հետո դատարանը նույնպես անմիջապես վերականգնեց նրան պաշտոնում, արգելով եկեղեցու խոչընդոտել նրա ծառայությանը։ Սա եւս հաստատում է դատական միջամտության համակարգային բնույթը։ Դատարանները արագորեն պաշտպան են կանում այն հոգևորականներին, որոնք իշխանություններին հավատարիմ են եւ ընդդիմադիր կաթողիկոսին։ Քրեական եկեղեցական նվիրապետության նկատմամբ քրեական գործերի հարուցումը դատական ակտը չկատարելու համար, կաթողիկոսի Ավստրիան մեկներու արգելքը, եպիսկոպոսական ժողովին մասնակցելու նպատակով արդեն միլիտարիզված պետության մեթոդներ են։ Իշխանությունները դատական համակարգն օգտագործում են ստեղծելու կառավարության ենթակա զուգահեռ եկեղեցական կառույց, կարգից զրկված հոգևորականներին օգտագործելով որպես 5-րդ շարասյուն եկեղեցու ներսում։ Աշխարհիկ դատարանը փորձել է ռեյդերական գրավում իրականացնել երկնային դիվանի նկատմամբ, հասկանում եք։ Դատավոր Սիմա Աբովյանը կարծել է, թե դատավորի մանտիան իրեն իրավունք է տալիս տնօրինել Սուրբ Հոգու պարգևները։ Պատկերացրեք մի տեսարան, որ կիրակնօրյա առավոտ
Հովանավանքում, հավատացյալները սպասում են պատարագին, քանան նրան ցույց է տալիս, թե Արմավիրի դատարանի որոշումը, տեսեք, դատավոր Սիմա Աբովյանի ստորագրությամբ Հայաստանի Հանրապետության անունից հրամայում եմ հացն ու գինին դառնան Քրիստոսի մարմինն ու արյուն։ Դա խենթություն է, չէ՞, բայց հենց դա է դատարանը փաստորեն որոշել։ Դատարանը որոշում է, ով կարող է պատարագ մատուցել, որպեսզի հացն ու գինին դառնան Հիսուսի մարմինն ու արյունը։ Փաստորեն դատարանը այդպես է անում, ժողովուրդ ջան։ Ու եկեղեցուն պարտադրելով կարգից զրկված մարդուն թողնել սեղանի առաջ, սուրբ սեղանի առաջ, դատավորը փաստացի յուրացրել է քահանաների ձեռնադրության իրավասությունը։ Գուցե դատավոր Աբովյանը նիստերի ընդմիջումներին խոստովանություններ էլ է ընդունում, չգիտեմ, քանի որ եթե նա կարող է այն կարգը վերադարձնել, երևի մեղքերը արձակելն էլ իր համար երևի մանրուք է։ Դատական որոշման կատարողները եւ ոստիկանությունը ներխուժում են եկեղեցի, հեռացնում են իրական քահանաներին եւ ներս են բերում մի մարդու, ում եկեղեցին արդեն աշխարհիկ է ճանաչում, աշխարհական է ճանաչում։ Սա արդեն ժողովուրդ ջան ոչ թե աստված պաշտություն է, այլ հատուկ գործողություն է։ Եթե քահանային ոստիկանության ուղեկցություն է պետք սուրբ սեղանին մոտնալու համար, ապա նա ծառայում է ոչ թե աստծուն, այլ դատախազին է ծառայում։ Հավատացյալներին առաջարկվում է հաղորդվել մի մարդու ձեռքից, որի հոգևոր իշխանությունը հիմնված չէ առաքելական հաջորդականության վրա, այլ դատական կատարողական թերթի վրա։ Սա հոգևոր կեղծիք է հաստատված դաստարանի կնիքով։ Պատկերացրեք, որ վիրաբոժին զրկել են լիցենզիայից բժշկական սխալների համար, բայց նա դիմում է դատարան եւ դատավորը հիվանդանոցին ասում է. դուք պարտավոր եք նրան տալ այդ գործիքը եւ թույլ տալ մտնել վիրահատարան, քանի որ դեռ մենք քննում ենք գործը։ Դուք կպարկեք նման վիրաբուժի դանակի տակ։ Հայոց եկեղեցին ասել է, որ այս մարդիկ չեն կարող վիրահատել հոգիները, բայց դատարանն ասում է ոչ, թող կտրեն։ Դատարանը չի տարբերում խորհուրդը հանրային ծառայություն մատուցելուց։ Դատավոր Մելքոնյանի համար պատարագը պարզապես միջոցառում է, իսկ քահանան սքեմ հագած մի անիմատոր։ Տարիներ շարունակ մեզ ասում են, եկեղեցին չպետք է մտնի քաղաքականություն, կեսարը, կեսարին, կեսարինը, բայց հենց որ եկեղեցին հրաժարվեց լռել Արցախի հանձնման մասին, կեսարը որոշեց մտնել խորան։ Իշխանությունները խոսում են աշխարհիկ պետության մասին, բայց միևնույն ժամանակ դատարանով նշանակում են քահանաներ։ Սա աշխարհիկություն չէ, սա խորհրդային կրոնական գոսպլան է։ Փաշինյանը եւ նրա դատավորները ցանկանում են ստեղծել գրպանային առաքելական եկեղեցի, որտեղ հայրապետական կոնդակները հաստատվելու են կառավարության նիստում։ Ուրեմն Արմավիրի դատարանի որոշումները Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թահմազյանի գործերով կանոնական իրավունքի տեսանկյունից իրավական ուժ չունեն ընդհանրապես, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի են։ Այս որոշումների հարկադրական իրականացումը կհանգեցնի սրբությունների պղծման, հասարակական պառակտման եւ Հայաստանի գործողությունների միջազգային դատապարտման։ Արդարության վերականգնումը պահանջում է տվյալ ապահովման միջոցների անհապաղ չեղարկում եւ հայցելի ճանաչում քաղաքացիական դատարանին ոչ ենթակա։